Հետ պարոն Դանիելյան, Արմեն Աշոտյանը ձերբակալված է, քննչական կոմիտեում է, հանրապետականը թեև որոշեց չմասնակցել քաղաքական պրոցեսներին, ամեն դեպքում շարունակում է թիրախավորվել, ինչու։ Բարև ձեզ, սա դասական քաղաքական հետապնդում է և Նիկոլ Փաշինյանի երեկվա խայտառակ բանավեճից հետո, որտեղ քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ Նիկոլ Փաշինյանին ուղղակի շատ վատ դրության մեջ են դրել, որովհետև ըստ էության որևէ քաղաքական բովանդակություն չունի նրանց քարոզարշավը և քաղաքական բովանդակությանը ինքը պատասխան չունի, այսինքն քաղաքական հարցերին։ Նիկոլ Փաշինյանը այսօր իրականացնում է հետևյալ գործողությունները։ Վախի մթնոլորտ է սերմանում, որպեսզի փորձի այդ ռեպրեսիաների և ճնշումների մեջ իր հաղթանակը տանի, որպեսզի մարդկանց վախացնի, որ մարդիկ ընտրության չուզենան գնան, մարդիկ ասեն դե լավ, չխառնվենք թեմաներին եւ այլն։ Մեր մասնակցության չմասնակցության մասով մենք մեր համագումարին ասել ենք, որ մենք ընտրությունների չենք մասնակցում, ամենաբարձր մակարդակով պատճառը ասել ենք ինչու չենք մասնակցում եւ ամենակարևորը ասել ենք, որ ընտրությունների չմասնակցելը չի նշանակում, որ մենք քաղաքական գործընթացներին չենք մասնակցում կամ ինչ որ մի պայքարից շեղվում ենք, մենք ոնց որ մշտապես եղել ենք պայքարի խրամատում, շարունակում ենք մնալ պայքարի խրամատում եւ պարոն Աշոտյանը մարդա, ով հատուկ գիտի Նիկոլ Փաշինյանին ոնց բացահայտի մարդկանց մոտ եւ Նիկոլ Փաշինյանի ստերը մեկնաբանել է նաեւ երեք Նիկոլ Փաշինյանը նույն գործողություններն անում հանրապետականների հանդեպ, ոնց որ մենք տեսնում ենք արդեն երկար տարի է, սա նորություն չի։ Արմեն Աշոտյանը արդեն մի անգամ 2 տարի ապօրինի բանտում է նստել եւ իր գործունեությամբ եւ մենք մեր պատկերացումներով եւ գաղափարներով ապացուցել ենք գործով, որ հանրապետականները չեն վախենում ոչ քրեական գործերից, ոչ կալանքներից, ոչ որևէ ինչ որ հետապնդումից։ Մեր համար կարևոր է, որ մենք մեր ինքնության համար պայքարում հաղթանակ տանենք, մեր ժողովրդի համար պայքարում հաղթանակ տանենք, հայկական Արցախի էջի համար է պայքարում, հայկական պահելու համար է պայքարում Արմեն Աշոտյանը, հանրապետականները Դավիթը Համբարձում են, որ նստած է Արմանը Սահակյան, որ այսօր էլի ապօրինի քրեական գործ են հարուցել եւ տասնյակ այլ մարդիկ, ովքեր այսօր սա անհամաչափություն է հասկանում եք, որ Նիկոլ Փաշինյանը ասում է ես վարչական ռեսուրսը չգիտեմ եւ այլն ինչ արդար ընտրություններ, սա արդեն իսկ արդար ընտրություններ չի, իշխանությունը բոլոր ուժերով, նաեւ իր արևմտյան աջակիցներով խառնվում ընտրություններին եւ ինչպես տեսնում եք եվրոպական կառույցների կողմից կան երկակի ստանդարտներ, չկա որևէ արձագանք, որ հարյուրավոր քաղաքական բանտարկություններ կա այսօր, հարյուրավոր քաղաքական բանտարկյալներ կան եւ տարբեր կուսակցության ներկայացուցիչներ, ովքեր ազատ արդար ընտրությունների պետք է մասնակցեն, այսօր տանային կալանքներում են կամ բանտերում են լցված, որովհետև ունեն ընդդիմադիր հայացքներ, որովհետև Արցախը հայկական են համարում, որովհետև համաձայն չեն Նիկոլ Փաշինյանի եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ։ Ուզում եմ ասել, որ պատերազմի կուսակցություններ են իրենք, պարտության կուսակցություններ են իրենք, թող ուրիշտեղ ման չկան պարտության կամ պատերազմի կուսակցություն, որովհետև Հայաստանի ժողովրդի գլխին մի քանի պատերազմ են բերել, մի քանի պարտություն են բերել եւ շարունակում են հիմա նույն տրամաբանությամբ տանել դեպի անկում մեր հարաբերությունները մեր ռազմավարական դաշնակիցների հետ, մեր ներքին հանդուրժողականությունը, ժողովուրդը էլի փորձում են բաժանել սևերի եւ սպիտակների, ձևավորելով բևեռացված հասարակություն, որը ծնում է նոր պարտություններ եւ Արմեն Աշոտյանը այն խրամատում է, որը ամեն ինչ անում է, որ թույլ չտա Հայաստանի պետականության անկումը։ Շնորհակալություն։ Հարգելի հետևողներ, ի դեպ մեր տեղեկություններով 168-ի